արդյունքների վերաբերյալ որոշում համարի նստեց։ Եթե կան իրավական։ Պատվարժան դատան, եթե ձեր հարցը ճիշտ հասկացած, անդրում է որպես մենք վկայակոչենք, թե ինչու ենք հիմնվում այդ տեսակետի վրա, որ ԿՀ-ի կայացած որոշումը կապված է ընտրությունների արդյունքների հետ։ ԿՀ-ի որոշումը չէ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ահաբեր է ճանաչվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը մասով։ Առաջին կետով այդ որոշումը անվավեր ճանաչելու իրավունքություն ընդունում ենք, որ չուներ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քանի որ դա 48.1 հոդվածով նախատեսված բացառությունների թվում է։ Պատվարժան դատան, վիճարկող ակտի թե առաջին է երկրորդ կետով։ Հարցը պարզ էր ձեզ։ Տեսեք, ավարտեմ կանոնը, որովհետև դες համար պարզ լինի նոր հարցի պատասխանեք։ 48.1 հոդվածի համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր նախաձեռնությամբ ունի իրավունք վերանայելու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը բացառությամբ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների, որներ դուք հիմա վկայակոչում եք, այդ ինչով եք հիմնավորում, այն որոշումը, որը վերանայել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այդ որոշման ընտրությունների արդյունքներով ընդունված որոշում լինելու հանգամանք։ Անգամ դատարանը ըստ էության մի форм ընտրական օրենքի սահմանադրական օրենքը ընտրության արդյունքների ձևակերպումը փոխում են դիտարկել որտեղ կա եւ ինչ որոշումների մասին են կայացնում, ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ընտրությունների որոշումը ստացվում։ Ըստ էության հետևյալն է, դեռ քվեարկության կարգավորված ինչ-մեծ ամուսնությամբ պետք է արձանագրեն, բայց ըստ էության ընտրության արդյունքները արձանագրվում են համապատասխան արդյունքները սահմանում են ընտրատարածքային հանձնաժողովի կողմից, եւ երբ որ անվավեր է ճանաչվում տվյալ ընտրատարածքային հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը, որը արձանագրվել է ընտրության արդյունքները, ասել է այո, այս ընտրության ընտրատարածքային տեղամասությունը 35-ը չէ։ 35-69 հանձնաժողովը ընդունել է կալվածներ ներկայացնում, ընդունել է, որ եկել է այսքան ընտրող, եկել է, որ այս արդյունքները այսքան մարդ ընտրել է այս կուսակցությունը, այսքան մարդ ընտրել է այս կուսակցությունը, այսքան մարդ ընտրել է այս կուսակցությունը, կազմել արձանագրությունը եւ գործընկերներն ներդառնեցին դրանց համաձայնը, համապատասխանաբար այս որոշումն է անվավեր ճանաչվել երկրորդ կետով։ Երկրորդ կետով ասել են այս որոշումը անվավեր են ճանաչում, հետեւաբար սա ընտրության արդյունքներով ընդունված որոշում է։ Եթե ինքը փաստի հարց է, այլ ոչ թե բանի, որովհետև բանով օրենսդրորեն ինքը հատուկ ինչ-որ որոշման տեսակ չի միայն, որով կարող ասել ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը, ոչ թե տեխնիկական որոշումը կազմակերպչական բնույթ։ Նկատառում պատվարժան դատարան, իրերում են գործընկերոջս ներկայացրացի, տեսեք պատվարժան դատարան առաջի կետը որոշման, որը ևս վիճարկվում է մեր կողմից ներկայացված այսօր, ուղղակիորեն տարածքային ընտրական հանձնաժողովը արձանագրել է, որ արձանագրված խախտումները չէին կարող էական ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա, եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երբ որ վերացել է ընտրատարածքային հանձնաժողովի որոշումը, այդ որոշումը ուղղակիորեն կապված է ընտրության արդյունքների հետ։ Այսինքն այդ լիազորությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քանի որ չունի ընտրական օրենսդրական սահմանադրական օրենքի 48.5 հոդվածի ուժով արդյունքների հետ կապված որոշումների վերանայման հետևաբար չէր կարող նա վերացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը։ Ընտրական օրենսգիրքը եւ վարչական դատարանության օրենսգիրքը հստակ սահմանում են, որ եթե անձը դիմում է ընտրատարածքային հանձնաժողովը, վկայակոչում է, որ եղել է խախտումներ, որոնք կարող են իրական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, եւ ընտրատարածքային հանձնաժողովը տվյալ ընտրատեղամասի քվեարկության արդյունքները անվավեր չի ճանաչում, գործի քննությունը պետք է փոխանցի վարչական դատարանին, եւ եթե վարչական դատարանը կամ ընտրատարածքային հանձնաժողովը անվավեր կճանաչեն այդ ընտրատեղամասի արդյունքները, վճռի կամ որոշման հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրեն տրված լիազորությունների ուժով առանձին ընտրատեղամասերում իրավունք ունի վերաքվեարկություն անցկացնելու մասին որոշում կայացնել։ Հարցեր կան հայցքորի ներկայացուցիչներին, չունեք հարցեր, շատ